Գիտեիք, որ աշխարհում կա մի բանաստեղծ, ում տողերը հնչում են 3 լեզվով, բայց սիրտը խոսում է միայն մեկ՝ սիրո լեզվով։ Նա թագավորների խորհրդատուն էր, բայց ժողովրդի խոնարհ ծառան։ Արութին Սայադյան, տղա, ով հասարակ ջուլհակից դարձավ։ Կովկասյան աշխարհի ամենաազդեցիկ աշուղը Սայաթնովան, երգի որսորդը։ Նրա ձեռքին քամանչան ոչ թե գործիք էր, այլ կենդանի արարած, որը լաց էր լինում ու ծիծաղում նրա հետ միասին։ Նա սիրահարվեց անհասանելիին, վրաց արքայադուստր Աննա Բատոնիշվիլուն։ Աշխարհումս աղջիմ քաշի, երգում էր նա, մինչդեռ սիրտը մոխրանում էր։ Այդ սերը նրան տվեց անմահություն, բայց նաև աքսոր ու մենություն։ Նույնիսկ վերջին պահին, երբ թշնամին պահանջում էր ուրանալ հավատքը, նա մնաց անսասան։ Սայաթնովան չմեռավ, նա դարձավ վարդ ու սոխակ, դարձավ մեր պատմության ամենագեղեցիկ մեղեդին։